Փոփոխականի հայտարարման ձևերն էր let-ը վառը, const-ը վառը ժամանակին դուրս է եկել իր վատ պահվածքի համար, խոսացել ենք մենք դրա մասին, իսկ let-ը ու const-ը իրանք պահպանվել են ու օգտագործում են, ամեն մեկը ունի իր յուրահատկությունը, ու իր կիրառության տիրույթը, ճիշտ է, մաթի մեթոդներից ով ինչ կասի, ով է հիշում, մաթի մեթոդները, սեյլն ու ֆլուրը ինչ էին անում, մանե ջան, կասես, դեպի, ուրիշ, ճիշտ է, Random-ը, որ միջակայքում, իսկ ոնց ենք տալի միջակայքը, իրա վերադարձվող թիվը բազմապատկելով համապատասխան էդ, չէ, երկնիշ, եռանիշ կամ քառանիշ թվով, հա, խոսքը վերաբերվում է 100-ով, 10-ով կամ 1000, ուրիշ երեխեք մարդ կա, որ հիշում է մի հատ բան, որ մենք չասեցինք ու չհիշեցինք, հա, մի հատ, հապսը ճիշտ է, շատ ճիշտ է, Էրիկ ջան, պայմանի օպերատորի մասին ինչ կասես, իրա գրվածքը ոնց է, ոնց ենք գրում պայմանի օպերատորը, խոսքը if-ի մասին, Էրիկ, դե, հա, լավ, հիշի ասա, հա, իրա գրվածքը, իսկ ոնց է դա կազմակերպվում, ոնց է ինքը հասկանում, աշխատի, թե չէ, երբ կմտնի պայմանի օպերատորի բլոկին մեջ, այդ փակագծերի մեջ, գրվում է if, փակագծերի մեջ, սովորական փակագծերի մեջ իրա կողքը, չէ, գրվում է պայմանը ու բացվում է ձևավոր փակագծեր, երբ կմտնի այդ ձևավոր փակագծերի ներսում և կանի այդ ներսի գրված գործողությունը, երբ կմտնի, իսկ երբ չի մտնի, Միլենա, ինչ կասես դու, երբ կմտնի if-ի պայմանի ներսում, առաջին, արժեք կտանք, հետո, ինչին արժեք տանք, չէ,
Վրեժ երբ կմտնի if-ի պայմանի ներսում, if-ի հակագծերի մեջ ինչ պետք է գրած, ինչ լինի, հակագծի ներսում գրվածը լինի true, չէ, ճիշտ, եթե ճիշտ լինի կմտնի իրա ուրեմն առաջի բլոկի մեջ կկատարի գործողությունը, իսկ եթե չբավարարի այդ պայմանին, այսինքն դա լինի false, այդ դեպքում նոր կկատարի else-ի, չէ, իսկ if-ի մեջ հայտարարված փոփոխականը դրսում կիրառելի է, թե ոչ, վրեժ, ինչի, չէ, առաջի բլոկի մեջ մտնում է, օքեյ, ասենք else-ի մեջ է գրած այդ փոփոխականը, ասենք առաջի if եմ գրել, պայման եմ գրում, ու բանը, դրական արդյունք եմ գրում, հա, կարամ հենց true գրեմ, true-ի դեպքում մտնում է առաջի սկոպկեքի մեջ ու ես այդ բանի մեջ, առաջի բլոկի մեջ հայտարարում եմ let անհավասարը 5, այդ an if-ի բլոկից դուրս հասանելի է, ասեցիր ոչ, ինչի համար հասանելի չի, Անը ջան, ինչի համար հասանելի չի, որովհետև տեսանելիության lexical environment, չէ, տեսանելիության տիրույթը կորում է, այսինքն ինքը հասանելիություն չունի տեսանելիության տիրույթ, այդ նշված փոփոխականը ենթարկվում է ու զսպվում է if-ի սկոպկեքի ներսում, դրանից դուրս ինքը կիրառելի չի, իսկ դրսում գլոբալ հայտարարված փոփոխականը if-ի ներսում կիրառելի է, Okay. Եթե ես փոփոխական եմ հայտարարել ու իրան արժեք չեմ վերագրել, ինչ կվերադարձնի ինձ։ Ճիշտ է։ Իսկ եթե բան եմ անում, փոփոխական եմ ուզում օգտագործեմ, բայց այդ փոփոխականը ոչ հայտարարել եմ, ոչ էլ ունեմ, ինչ կասի։ Չէ։ Ուզում եմ օգտագործեմ A փոփոխականը կամ ինչ որ չգիտեմ, string փոփոխական։ Ինչ։ Չէ։ Error։ Error եմ։ Չէ։ Null-ը ինչ է։ Ինչ է իրանից ներկայացնում null-ը։ Դատարկությունը, չէ։ Իրա տիպն էլ օբյեկտ է, չէ։ Վրեժ ջան, ինչ տարբերություն է երկու հավասարի ու երեք հավասարի միջև։ Ինչն է գրելու true կամ false, օրինակ։ Չհասկացա, ես չէ, հարցի պատասխանը չհնչեց։ Ուրեմն ինչ տարբերություն երկու հավասար է ու 3 հավասարեի մեջ։ Կապ չունի աջ ու ձախ կողմերում ինչ է գրված։ Ինչ հետաքրքիր է, երկու հավասարը ինչ է ստուգում, իսկ 3 հավասարը ինչ է ստուգում։ Ինչ ձև է ստուգում անում աջ եւ ձախ կողմերի։ Հա, ասա։
Ճիշտ է։ Տեստրինգի մեթոդներն էլ ասա։ Մեթոդները, ինչ մեթոդներ կան, որ մեծա տառասարքում, փոքրա տառասարքում, կտրումա, ստուգումա, շրջումա։ Այո։ Ինչը։ Համընկնումը։ Որ հատված օրինակ, ինչ ձևով է աշխատում, ինչ պարամետրեր է ընդունում։ Ինչ պարամետրեր է ընդունում։ Դա ասա հասկանանք, էլի։ Հա, երկու պարամետր է ընդունում, առաջինը որն է, երկրորդը որն է։ Ով կա, ով է հիշում երեխեք այդ բանը, սլայսը։ Ով վերադարձնում է, չէ՞ այդքան հատվածը։ Իսկ includes-ը ինչ է անում։ Եվ ինչա վերադարձնում ինքը, ինչ արժեք։ Բուլյան արժեք։ Ցիկլի մասով։ Վրեժ ջան, ցիկլի մարմինը ո՞նց է գրվում, կասես։ Հա, ո՞նց է գրվում, ֆորով, չէ՞, ֆորով։ Continue ասա, հա։ Այսինքն բան այդ let in հավասար է 0 այդ ի՞նչն է։ Ամենաառաջինը որ գրում ես։ Հա որ։ Երկրորդը բա։ Երկրորդը պայման է, իսկ երրորդը։ Ճիշտ է։
Երրորդն էլ քայլն է։ Իսկ երկչափ ցիկլը ո՞նց էր աշխատում։ Երկչափ ցիկլի աշխատանքն էլ ասեք ու գնանք զանգվածներ։ Բայց ինչ ռեդակտորով եմ աշխատելու, չգիտեմ, չի բարձրանում։ Երկչափ ֆորի աշխատելու պրինցիպը, սենց ասեմ, ոնց է։ Ապրես, ճիշտ է։ Ես էլ WebStorm-ով կաշխատեմ բացի։ Երեխեք ջան, ուրիշ ռեդակտոր է, բայց вообще կապ չունի, էլի։ Ձեր մոտ բացում է, չէ՞ Visual Studio-ն, նորմալ։ Լավ, հեսա իմ մոտ թող բացի, ես մյուս ռեդակտորը, սրանով անենք, մինչև նրա հարցը։ Այսօր երեխեք ջան, անցնելու ենք զանգվածները։ Զանգվածը ու զանգվածի մեթոդները, մեկ էլ ֆլագի գաղափարը, հա։ Նոմա գտնենք բաղանից երեխեք, A, B, C, չէ, A, B, սենց կանեմ, GS-ը կպցրած է, գնացինք։
Ուրեմն, երեխեք, զանգվածը իրանից ինչա ներկայացնում։ Եթե մենք փոփոխական ենք մի հատ հայտարարում, որը որ հավասար, եթե մենք ուզում ենք մի հատ զանգված, ինչ որ էլեմենտների հաջորդականություն է։ Մենք անցել ենք, չէ, որ let, ասենք ոսկե օրինակ, չգիտեմ, an հավասար է, ասենք 15։ Սենց ինչ որ բան։ Հիմա ես գալիս եմ էսի console log եմ անում, եկեք համը մի հատ console log-ը ստուգեմ, էլի տնամ աշխատում է, թե չէ։ Console log an ուզում եմ տպեմ։ Հիմա հասկանամ։ Հա, всё։ Հայտարարում եմ մի հատ փոփոխական ու ուզում եմ այտենց լիքը փոփոխականների հետ եմ աշխատելու կամ լիքը բաների, հա, թվերի կամ string-ների կամ չգիտեմ, ինչ որ մի հատ մեծ քանակությամբ ոնց որ բանի արժեքների հետ եմ աշխատելու։ Դա կլինի թվային արժեք, դա կլինի string, դա կլինի, չգիտեմ, ընդեղ null, undefined, ինչ ուզում ա լինի, հա, boolean արժեք, մի շատ մեծ քանակությամբ։ Այդ ամեն ինչը, ուրեմն որպեսզի առանձին ես չհայտարարեմ, ես կարամ այդ արժեքները, քանի որ միայն արժեքներն է ինձ պետք, այդ արժեքների համար եկել է մի հատ գաղափար, որը կոչվում է array, massive կամ զանգված։ Ուրեմն, այս array-ի գաղափարը եկել է նրա համար, որպեսզի նաև number-ը, string-ը, boolean-ը, null-ը, undefined-ը կարողանանք մի տեղում համատեղել ու իրանց հետ աշխատանքներ տանել։ Երբ որ արդեն հետագայում ինչ-որ framework անցնենք կամ չգիտեմ, հետո դուք ծանոթանաք այդ բանի, հա, framework-ի հետ, երբ որ դու backend-ից zaпрос ես անում, քո zaпрос արածը գալիս է զանգվածի տեսքով։ Կգա կամ զանգվածի կամ օբյեկտի տեսքով, դա արդեն ըստ պայմանավորվածություն։ Ուրեմն, տեսեք, զանգվածը ինքը շատ կարևոր է, ինքը ունի իր մեթոդները, մեկ էլ իր գրվածքը հետևյալ ձևով է։ Հայտարարում ենք փոփոխական let-ով ասենք։ Եթե զանգվածը փոփոխության է ենթարկվելու, ուրեմն let-ով։ Իսկ եթե կոնկրետ մնալու է այդ զանգվածը ընդհանրապես փոփոխության չի ենթարկվելու, ինքը ուղղակի կոնստանտով կհայտարարվի եւ վերջ։ Ուրեմն, երբ որ ես հայտարարում եմ ինչ-որ զանգված, հա, ստեղծում եմ ինչ-որ մի հատ զանգված։ Հիշողության տիրույթում, երեխեք, ինքը գնում է ու վերցնում է ոչ թե սովորական sense ձևով, այլ ինքը վերցնում է ավելի մեծ տեղ։ Ու ինքը եթե տեսնում է, որ դու զանգված ես, ուրեմն հայտարարել, ինքը մտածում է, որ դու իր մեջ շատ մեծ բաներ ես պահելու։ Անկախ նրանից ինքը իր կոպիտ ասած ստրախովկի համար գնում է բանում, հա, հիշողության տիրույթում, վերցնում է համապատասխան ընենց տեղ, որ հետագայում դու այդ զանգվածի մեջ ինչքան էլ էլեմենտներ առես, ինքը կարողանա այդ ամեն ինչը տեղավորել իր համապատասխան հիշողության տիրույթում։ Լավ, եկեք ուրեմն սենց արդեն գրենք let arr-ը, հա, array կամ կարամ գրեմ array։ Array-ը հավասար է։ Ինչ որ օրինակ է տալիս, բայց ես ուզում եմ string-ով գրեմ առաջին։ Array-ը հավասար է, ուրեմն string-ով կարամ գրեմ a, ինքը գրվում է հետևյալ ձև։ Առաջի էլեմենտը, ստորակետ երկրորդ էլեմենտը, ստորակետ երրորդ էլեմենտը, որը որ կարա լինի թիվ, հետո կարա լինի boolean արժեք, ստորակետ, կարա լինի null, կարա լինի undefined, կարա լինի գրեք, կարա լինի ինչ-որ սիմվոլ, հա, ու պայն շարունակ։ Հիմա եթե հաջորդ տողում մենք console log անենք մեր array-ը,
Կոնսոլի բաժնում արդեն կտեսնենք, թե ինքը ոնց է ներկայացված։ Երեխեք տեսեք, գրում է կողքը փակագծերի մեջ գրում է, թե քանի item, հա, ունի իր մեջ, քանի էլեմենտ ունի իր մեջ, 1, 2, 3, 4, 5, 6, 7 էլեմենտների քանակն է գրում։ Երբ որ իրան բացում ենք, ինքը տալիս է ըստ ինդեքսների։ 0-րդ ինդեքսում, ոնց էր string-ի դեպքում, չէ, 0-րդ ինդեքսում անա ու գնաց, իր length-ը 7 է, բայց իր ամենավերջի էլեմենտը տեսեք 6-ն է, երկարությունը 7 է, քանի որ երկարության թիվը ստանում է էլեմենտների քանակով, իսկ վերջի էլեմենտի ինդեքսը 6-ն է, քանի որ ինդեքսացիան սկսվում է 0-ից։ Եթե ես ուզում եմ ստանամ իմ array-ի առաջի էլեմենտը, նորից, ոնց որ գրում էինք, հա, string-ի դեպքում, նույնն էլ ստեղ, ուղղակի ստեղ գրում ենք array, քառակուսի փակագծեր ու գրում ենք 0-րդ, string-ի դեպքում էլ ենք սենց, սա մեր առաջի էլեմենտն է, մեր array-ի length-ը, console-ով array get length թե երկարությունը առանձին ստանանք, հա, 7 վերջի էլեմենտը ոնց ստանամ վերջի էլեմենտը, երեխեք string-ի պես է նույն array հետո չէ, էդի բանով, մեթոդով է, իսկ առանց մեթոդի console-ով array length -1 սա ստանում ենք վերջի էլեմենտը, ինչի համար -1, որովհետև ինդեքսացիան սկսվում է 0-ից, չենք մոռանում երեխեք, էսը վերջի էլեմենտը։ Գրեցիք։ Ուրեմն զանգված է։ Ինչը։ Ինչ անում։ Կարող է array-ը ուրիշ ձև ես հայտարարել, բայց տեղ ուրիշ ձև ես օգտագործել, դրա համար է տենց անում։ Այս ստորակետները բանը, սա սրանք ուրեմն էլեմենտները, item-ները երեխեք, մենակ ստորակետներով են իրարից, հա, կետ ստորակետ չի ընդունում, իմ հիշելով։ Չէ, ստորակետ պետք է լինի, պարտադիր։ Եթե ես ուզում եմ, երեխեք, դզվավ Միլենա ջան քո մոտ։ Դզվավ, շատ լավ է։ Ուրեմն երեխեք ջան, տեսեք, array-ը նախատեսված է միևնույն տիպից բազմաքանակ էլեմենտների հետ աշխատանքների համար կամ տարբեր տիպերի
բազմաքանակ էլեմենտների հետ աշխատելու համար։ Դրա համար ստեղծվել է array, որպեսզի կարողանան մի տեղում համապատասխանաբար պահեն այդ էլեմենտները, կամ իրանք կլինեն զանգված, մեջը նույն տիպի էլեմենտներ, կամ կլինի զանգված, մեջը լրիվ տարբեր տիպի էլեմենտներ։ Զանգվածի մեջ զանգված էլ կարա լինի, ամեն ինչ կարա լինի զանգվածի մեջ, գնալով ավելի բարդանալու է, ավելի ծավալվելու է զանգվածի թեման, զանգվածը շատ հարմար է աշխատելու համար, իր մեթոդները, իր բանը, ցիկլը, որը որ խռում է իր վրա, առանձին մի հատ մեծ բաժին է։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք զանգվածի արժեքը փոխենք, ինչ ենք անում, եթե ես ուզում եմ 0-րդ էլեմենտի արժեքը փոխել, գրում եմ array, գրում եմ, որ ինդեքսի արժեքն եմ ուզում փոխեմ, գրում եմ 0-րդ էլեմենտը, հավասար է, փոխում եմ $-ով։ Եթե ես հիմա console log անեմ իմ array-ը, արդեն կգա իմ զանգվածը, առաջի էլեմենտը ոչ թե A, այլ $։ Այսինքն զանգվածի մեջ փոփոխություն անելու համար գրում ենք զանգվածի անունը, քառակուսի փակագծեր, n ինդեքսի էլեմենտը, որը որ ցանկանում ենք, որ փոխենք, ինդեքսի էլեմենտի ինդեքսը, էլեմենտի ինդեքսը գրում ենք ու հավասար ենք դնում, փոփոխվող արժեքն ենք գրում ու արդեն պատրաստ է մեր փոփոխությունը։ Ունենք երրորդ արժեք, ճիշտ է։ Գրում ենք array երրորդ արժեք, որը որ 0, 1, 2, ինդեքսով երկրորդը, բանով, item-ներով, իր այդ բանով երրորդ արժեքը։ Ուրեմն, եթե ես ուզում եմ ինչ-որ բան, մեկը սարքեմ երկուս, այդ պլյուսները, ոնց է այստեղ աշխատում։ Ուրեմն, կարամ անեմ հետևյալ ձևով, array, գրում եմ ինդեքսը, 0, 1, 2, 2 ու գրում եմ պլյուս պլյուս։ Սա միայն աշխատում է թվերի դեպքում։ Եթե հիմա էլ console log անենք մեր array-ը, մեկը կդառնա 2։ Փոփոխությունը ստեղ ու ստեղ։ Այս մեկը սարքեցինք 2։ Ուրեմն, undefined-ը իր այդ առանձնահատկությունը ինչու՞մն է։ Ուրեմն իրան մի հատ մեթոդ կա, delete մեթոդը, ուղղակի մի քիչ sense undefined-ի մասով որ խոսալու է, դրա համար առաջ եմ անցնում այդ մեթոդի հետ կապված, երբ որ մենք իր մեջից ինչ-որ մի բան ենք ջնջում երեխեք, ինչ-որ մի հատ էլեմենտ ջնջում ենք, ինքը տեղը պահում է, ինքը ընդհանրապես չի ջնջում վերջնական, սարքում է undefined, եթե delete ենք անում, ինքը undefined է սարքում, այսինքն տեղը թողում է, ոչ թե վերջնական, այսինքն ինդեքսացիայով հետ չի եթում։ Եթե ես հիմա ասենք օրինակ ես մեկը ջնջում եմ, այս թռուն չի գալի երկրորդ ինդեքսի տակ, ստեղ ուղղակի մնում է undefined, այս մեկը դառնում է undefined։ Հիմա եթե ես գրեմ ու ինչ առանձնահատկություն ունի, ինքը անընդհատ տենց undefined-ները բան արած, ինքը չի վերադարձնում երբեք սխալ, error չի տալիս։ Եթե index չկա, ինքը error չի տալիս, վերադարձնում է undefined։ Եթե ես ուզենամ 0, 1, 2, 3, 4, 5, 5-րդը եթե ես գրեմ, ինքը ինձ վերադարձնելու undefined, ճիշտ է։ Եթե ես console log անեմ array 5-րդը, ինքը վերադարձնելու undefined։ Որովհետև undefined-ն է 5-րդը, ճիշտ է։ Հիմա ես ունեմ 1, 2, 3, 4, 7 արժեքով զանգված ու ինդեքսացիաս մինչև 6-ն է։
Հիմա եթե ես ուզենամ տպեմ զանգվածի 10-րդ էլեմենտը։ Այս պարագայում երեխեք ջան ոչ թե կվերադարձնի error ու կասի, որ դու 10-րդ ինդեքսացիայով էլեմենտ չունես, այլ կվերադարձնի undefined։ Դրա համար պետքա ուշադիր լինեք։ Սեք էլի undefined է վերադարձնում։ 10, 11, ինչ ուզում եք գրեք արդեն այդ ինդեքսացիան, ինչքան բարձր ուզում եք գրեք։ Ինքը վերադարձնում է undefined, բայց error չի տալիս։ Չէ, ինքը մնում է ու ստեղ undefined է մնում։ Ոնց որ եթե սա մենք ջնջենք, սենց, եթե կոպիտ եմ ասում, սենց ուղղակի վիզուալ հասկանանք սենց անում, եթե մենք բեն ջնջում ենք, ստեղ արագ գրում է undefined։ Այսենց, ինչքան ջնջենք, ինքը սաղ undefined-ներ է շարում։ Ուրիշ մեթոդ կա ջնջելու, հետի delete-ի դեպքում։ Եթե delete ենք անում, մանեջան, ստեղ undefined-եր է դնում։ Բայց ուրիշ մեթոդ կա ջնջելու, որ արդեն ինդեքսացիան սիրուն համակարգում է, հա? Ուրեմն, array-ի մեթոդները։ Array-ի մեթոդները, բայց եկեք ստեղ լրիվ ուրիշ array հայտարարեմ, որտեղ երկար array գրել let arr-ն հավասար է ու գրում եմ 1, 2, 3, 4 ունեմ նման զանգված հիմա, որոնք են array-ի մեթոդներ, երեխեք գոյություն ունի array-ի մեթոդ, որը վերջում ավելացնում է էլեմենտ, ամենավերջից դա կոչվում է push push-էլ, այսինքն ավելացնել ավելացումը կատարվում է վերջից ոնց է գրվում ինքը եկեք միանգամից console log-երով գրենք, հա arr-ը գրվում է get push դրվում է փակագիծ ու գրվում է n էլեմենտը, որը որ պետք է push-վի, օրինակ 5 ունեմ զանգված 1, 2, 3, 4 մի րոպե այսա պետքա դուրսը գրեմ, կներեք arr-ը get push 5 console log arr-ը push-ում եմ, ավելացնում եմ, գրում է տեսեք երեխեք ջան, մեթոդները ոնց են գրվում, նույն ստեղ էլ են math-ի մեթոդների պես ու string-ի մեթոդների պես, գրվում է array-իս, հա, զանգվածիս անունը, գրվում է մեթոդը, մեթոդը կարա ընդունի պարամետր, կարա չընդունի պարամետր, օրինակ push-ը ընդունում է պարամետր, որպեսզի իմանա, թե ամենավերջից ինչ է ավելացնելու Իսկ կան մեթոդներ, որոնք որ արժեքներ չեն ընդունում Այս պարագայում push-ը ավելացնում է զանգվածին տար էլեմենտ ամենավերջից մեկ էլ եկեք սենց անենք, հա, այսքանը մի հատ կոմենտենք ու գնանք նոր նայենք 1, 2, 3, 4, 5, մեկ էլ եկեք սենց անենք, հա, մինչև push-έλը տպենք մեր զանգվածը ու push-έλուց հետո Ուրեմն, մեր սկզբնական զանգվածը 1, 2, 3, 4-ներ, տեսեք, 17-րդ տողում, 16-րդ տողում ավելի ճիշտ ավելացավ, push-վեց, 16-րդ տողում, 15-րդ տողում արդեն մեր զանգվածը
5-ը ներառյալ էր, հա, ավելացել էր 5-ը։ Ուրեմն գոյություն ունի մեթոդ, որը վերջից հանում է էլեմենտը։ Հինգը փուշել ենք, ճիշտ է։ Հիմա 5-ը նորից հետ ենք հանում։ Ոնց ենք անում։ Իսկ եթե 5-ը չհանեինք, ուրեմն 4-ն էր ելնելու, որովհետև վերջի միշտ ամենավերջի էլեմենտը հանում է։ Դա r կետ փոփն է։ Երեխեք ջան, փոփը արժեք չի ընդունում, որովհետև ինքը ունի հստակ սահմանված գործողություն։ Ինքը միշտ ջնջում է վերջի էլեմենտը։ Ինքը ոչ մի բան չի ավելացնում, որ իրանից սպասվի մի հատ պարամետր, որ ասեն, դե ասա, որ վերջից ավելացնում ես, ի՞նչն ես ավելացնում։ Փուշի պարագայում պարտադիր է պարամետրը, որովհետև մենք պետք է իմանանք, թե ինչ պետք է ավելացնենք վերջում։ Իսկ փոփի դեպքում պարտադիր չի ու վաբշե չի է գրվում, քանի որ փոփը հստակ գիտի իր սահմանված գործողությունը։ Գիտի, որ ինքը վերջից ամենավերջի էլեմենտը ջնջելու է։ Այ հիմա որ console log անենք մեր array-ը, եկեք ես ասած copy արած պահեմ։ Ունենք 1 2 3 4 զանգվածը, փուշելուց հետո ունեցանք 1 2 3 4 5-ը, իսկ փոփի դեպքում նորից մեր վերջի ավելացրած էլեմենտը ջնջվեց։ Երեխեք, եթե ես մի հատ էլ հիմա փոփ անեմ ու տպեմ, հա, նորից rr կետ փոփ անեմ։ Ու նորից տպեմ զանգվածս։ Արդեն 4-րդ էլեմենտ, 4-ն էլ չի լինի։ 1 2 3։ Ու սենց ինքը անընդհատ ջնջում է, բայց stay undefined չի շարում, քանի որ ինքը ինդեքսն էլ հետն է ջնջում, ինդեքսը չի պահվում, ջնջվում է հետը։ Ուրեմն, որն է հանում սկզբից։ Ամենասկզբից էլեմենտները ջնջում է array-ի shift մեթոդը։ Գրում ենք rr get shift ու նորից ինքը պարամետր չի ընդունում, որովհետև ինքն էլ հստակ գիտի իր անելիքը։ Ինքը գիտի, որ պետքա ամենաառաջի տարը էլեմենտը ջնջի զանգվածի։ Ու ջնջելուց հետո էլ որը դարձավ իր համար առաջի էլեմենտ կամ տար, ինքը հաջորդ անգամ եթե դու իրան կանչես, ինքը արդեն այդ էլեմենտն է ջնջելու։ Հիմա այս պարագայում 1-ը չի լինելու, մնալու է 2-ն ու 3-ը, 1-ն է ջնջեցինք։ Իսկ եթե ուզում ենք էլեմենտ ավելացնենք ամենասկզբից, օգտագործում ենք rr get unshift մեթոդը, որը որ նորից սպասում է պարամետր։ Ասում է, եթե ուզում ես ավելացնես սկզբից, ասա ինչ ավելացնենք, ասում ենք ավելացրու 8, ու տպի մեր զանգվածը։ 8 2 3։ Երեխեք, եթե մենք ուզում ենք ջնջենք, ուրեմն delete rr ինչ-որ մի հատ էլեմենտ, այս delete-ի դեպքում ոչ թե undefined կանի, այլ հիշում եմ empty է դնում։ rr ասենք 0 ինչ ունեցանք դե 0 1-ն ենք ուզում անենք, ուրեմն հասկանանք ինչ կտպի մեր զանգվածը։ Կամ undefined է լինելու, կամ empty։ Empty-ն դատարկությունը, չէ։ 0-1 ստեղ ցույց չի տալի, բայց empty-ն կա։ Հա, դատարկություն է, ինքը այս թողում է delete-ի դեպքում։ Ու սա մեծ բագ է։ Ինդեքսը մնում է, արժեքը վերանում է delete-ի դեպքում։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք բան անենք, հա, երկրորդ էլեմենտը բան անենք, ինչ անունը ջնջենք, երեխեք ջան, երբեք այս delete-ի մասին մոռացեք, ինքը չի օգտագործվելու զանգվածի դեպքում։
երբեք։ Այս մեթոդը ավելի լավ է ոչ հիշենք, ոչ էլ։ Ուրեմն, եթե ուզում ենք զանգվածի մեջից ինչ-որ մի հատ էլեմենտ հանենք, մենք պարտավոր ենք իրա նաև ինդեքսը հանենք իրա հետ։ Իսկ դրա համար մեզ օգնության է գալիս splice-ը։ Ուրեմն, rr.splice, եթե ես ուզում եմ մեկ ինդեքսով էլեմենտը հանեմ, մեկ ինդեքսով էլեմենտը։ Ուրեմն, գրում եմ rr.splice, հակագից, գրում եմ առաջի ինդեքսով, ստորակետ, ինդեքսից մի էլեմենտ հանի, delete քանակը, սկիզբը 1, որը որ տեսեք, ստե գրում է այս ռեդակտորը շատ խելացի ռեդակտոր է։ Ինքը գրում է սկիզբը 1, առաջի ինդեքսը 1-ը ինդեքսի մասին է։ Delete count քանակը 1։ Դրանից հետո որ արդեն գրենք, մեր զանգվածը տպենք, կբերի առանց 2-ի 8-ն ու 3-ը, բայց արդեն ի տարբերություն delete-ի, empty չի վերադարձնում։ Ուրեմն ունեցանք 8 ու 3, չէ, բայց մեզ պետքա, որ մենք ունենանք let rr մեկը հավասար է, մի քիչ մեծ զանգված վերցնենք, 5, 6, 6, 7, 9, 67, 89, սենց էլի զանգված ունենք։ Ուրեմն, գոյություն ունի slice, որը կտրում է ու չի փոխում մեր array-ը, երեխեք։ Կտրում է ու չի փոխում մեր array-ը։ Ի տարբերություն splice-ի, որը փոխում է մեր array-ը։ Ուրեմն, տեսեք, եթե ես գրում եմ let new array, new rr-ը, որը որ հավասար է, rr-ը 1 գրում եմ, get slice, դնում եմ փակագից, սկիզբը 1, ասում եմ 3 հատ կտրի, ու console log ենք անում new rr-ը, new rr-ը, մի հատ եկեք ստեղել console log անենք մեր rr-ը մեկը, ու այսքանը փակենք, որպեսզի մեր շփոթության մեջ չգցի։ Ուրեմն, ունենք այս մեծ զանգվածը, որից որ ինքը կտրել ու վերադարձրել է։ Ուրեմն, մեկը մեր, տեսեք, եսի 0-ն է, եսի 0-ն է, այս մեկը, եսի 0-ն է, եսի 1-ն է, այսինքն, ինչ է կատարվում, մենք ասում ենք, 1-ից սկսած, ինչև 3-ը, 0, 1, 2, 3, 0, 1, length-ը 2, մինչև երորդը, ոչ թե երորդը ներառյալ, այլ մինչև երորդը։ Եթե մենք գրենք 4, արդեն 7-ն է կներառել իրա մեջ, 8-ը ներողություն։ Եթե ես գրեմ 4, ինքը 8-ն է կներառի իրա մեջ։ Մինչև այդ թիվը, ոչ թե այդ թիվը ներառյալ, լավ։ Ուրեմն, index of ունի, index of rr1 get index of,
index of տալիս եմ, ասենք, չգիտեմ, 67, 67-ի index of-ը, թող վերադարձեմ, այս ամեն ինչը console log-ի մեջ տնենք, 6-րդն է, ճիշտ է, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 6-րդն է, վերադարձում է տվյալ թվի ինդեքսը, includes-ը նորից նույն ձևի է աշխատում, console log անենք, եկեք, ուրեմն, RR1 get includes ու ասում ենք, 15 կա քո մեջ, թե չկա, ճիշտ է, կա, եկեք հիմա հասկանանք, 98 կա, թե չկա, այս է վերադարձնում է false, նորից նույն ձևի, ոնց որ string-ում էր, ինքն է աշխատում է, includes-ը նույն պրինցիպով, երեխեք, եթե մենք ուզում ենք, էսի շատ կարևոր ու հավես բան է, եթե մենք ուզում ենք զանգվածից ստանանք string, այս զանգվածից ուզում եմ ես ստանամ string, ինչ եմ անում, ուրեմն, հայտարարում եմ մի հատ փոփոխական string, որը որ հավասար է, գրում եմ RR1 get join ու ասում եմ ոնց անի իր բաժանումը, օրինակ սենց գծով, ու տպում եմ իմ string-ը, զանգվածից, այս զանգվածից, ստացանք string text ու ասեցինք բաժանումը ոնց անի, կարանք անենք, որ բան անի, ուղղակի կպցնի իրար, այսի ուղղակի կպցնելու, կարանք ասենք, չգիտեմ, պրաբելներով արա, այսինքն ինչով որ ուզում ենք այդ item-ների բաժանումը անի, դա էլ պետքա գրենք փակագծի ներսում, բայց չակերտների ներսում, կարանք չգիտեմ, slash-ով անենք, ու ոնց ուզենք, այսինքն մենք մեր ունեցած զանգվածից կարանք ստանանք string արժեք, ու այդ արժեքը ստանալու համար հայտարարում ենք մի հատ փոփոխական, որի մեջ պետքա ստեղծվի այդ զանգվածից դեպի string գնացող արժեքը ու գրում ենք, որը հավասար է տվյալ զանգվածը, որը որ ուզում ենք string սարքենք, get join ենք անում ու փակագծի մեջ չակերտների ներսում գրում ենք այն սիմվոլը, որը որ ուզում ենք անել բաժանումը, այսինքն էլեմենտների միջև եղած բաժանումը, ոնց որ պետքա լինի, ամեն էլեմենտից հետո ինքը ներառված սիմվոլը դնում է հաջորդին, կարա լինի ստորակետով, այս արդեն առանձին էլեմենտները ստանում ենք, ես էլ սենց, ուրեմն, reverse, գոյություն ունի reverse, console log RR1 get reverse, դե reverse-ը հույսով եմ պարզ է արդեն ինչ է անելու, շրջում է մեր զանգվածը, ուրեմն, գոյություն ունի զանգվածների միացում, ու այդ միացման համար պատասխանատու է concat մեթոդը, օրինակ, ունեմ երկու զանգված, let RR 2-ը, որը որ հավասար է, երկու հատ զանգված են գրում, 1, 2, 3, վերջ, և ունեմ let RR 3-ը, որը որ հավասար է, ուրեմն 4, 5, 6,
Հիմա ես ուզում եմ այս երկու զանգվածը միավորեմ իրար, որպեսզի գրվի, ոչ թե push-ի միջոցով կամ, չգիտեմ, unshift-ի միջոցով, այլ դեմից ու հետևից լցելով, չնայած իտո բանը այս զանգվածի էլեմենտները հա կարամ նույն կոպին 4-5-6 միացնեմ իրար հետևից push-ի միջոցով, բայց չէ, երկու զանգվածների միավորման համար երեխեք ջան պատասխանատու է concat մեթոդը, concat, որը շատ երևի միացում է նշանակում։ Let RR 4-ը նոր փոփոխական եմ հայտարարում, որը որ հավասար է գրվում է հետևյալ ձևով։ Առաջի array-ը, որը որ ուզում ենք միացնենք n մյուսին, հա, ասում եմ իմ RR 2-ին կետ concat RR 3 Concat անում ենք RR 3-ը։ Հիմա ստեղ արդեն console log-ով կտպեմ RR 4-ս։ Գնանք։ Եկեք լավ RR-ներն տպենք, հա, հենց որը որ արել ենք իրա տակից տպում ենք console log, հա, RR 2, S2-ն է, մի հատ է 3-ին ենք տպում իրա տակից, console log ենք անում RR 3-ը ու վերջնական արդյունքը, որը որ RR 4-ի մեջ է ներառված, ասում ենք RR 2-ին concat արա RR 3, այսինքն RR 2-ին միացրու RR 3-ը ու վերադարձրու RR 4-ի մեջ։ Ունենք 1, 2, 3, 4, 5, 6, հաջորդը, ճիշտ է, ստեղ արդեն ունենք 1, 2, 3, 4, 5, 6, արդեն միացված իրար, առանձին երկու զանգվածներ, որոնք կոնկատի միջոցով միացվել են ու ներկայացվել են այստեղ։ Պարզ էր երեխեք ջան այս ամեն ինչը։ Այս մեթոդները, ոնց են իրանք աշխատում, այս կոնկատը, չգիտեմ, ռևերսը, ամեն ինչը, պարզ էր սլայսը։ Հարցեր ունենք։ Ուրեմն, եթե հարցեր չունենք, այդ դեպքում եկեք անցնենք, ուրեմն, ֆլագի գաղափարը։ Ինչ է իրանից ներկայացնում ֆլագը։ Ֆլագը սովորական փոփոխական է, երեխեք ջան, բուլյան տիպի փոփոխական է, որը որ մեզ անհրաժեշտ է օգտագործենք վիճակ հիշելու համար։ Իրավիճակը հիշելու համար ու այդ իրավիճակից կախված true կամ false-ի դեպքում ավելի հստակ հասկանանք, թե ինչ ենք անելու, հա, սարքենք true կամ false։ Օրինակ հիմա մի հատ օրինակ կարանք անենք ու դրա միջոցով ավելի պարզ լինի։ Ֆլագը հիշում ենք սովորական բուլյան փոփոխական է, true կամ false։ Սովորական փոփոխական ենք հայտարարում, երեխեք ջան, որ մի հատ, չգիտեմ, հենց նեգատիվ կամ բան, չգիտեմ, հենց ֆլագ անունով փոփոխական, որը որ հավասար է true կամ false։ Հետո արդեն պայմանի մեջ ու պայմանից կախված մենք իրան սարքում ենք true կամ false։ Ինքը անջատիչ է դառնում։ Տիպը սենց, հա։ Օրինակ գտնենք մի հատ զանգված եկեք անենք ու գտնենք այդ զանգվածի մեջ արդյոք կա բացասական թիվ, թե չկա։ Օրինակ ունենք let RR, որը որ հավասար է, մի հատ զանգված կգրենք, մեջը մի հատ բացասական թիվ կգրենք, հա։ 3, 5, չգիտեմ, -1 ու չգիտեմ, 7։ Սենց մի հատ զանգված ունենք։ Հիմա մեզանից պահանջվում է գտնել արդյոք զանգվածում կա բացասական թիվ, թե չէ, ու դա անել ֆլագի միջոցով։ Մի հատ փոփոխական եմ հայտարարում, կամ երեխեք անունը հենց մի անգամից դնում ենք ֆլագ, կամ ուրիշ անուն, պարտադիր չի, որ հենց ֆլագ լինի։ Ուղղակի ես որ սենց ֆիքսված խոսում եմ, ասում եմ ֆլագ, մարդկանց մոտ տպավորվում է, որ հենց պարտադիր պետք է միշտ գրեմ ֆլագ, չէ, հուշով բառը ուղղակի տենց
զուտ բացատրելու համար դա է, բայց եթե ինչ-որ խնդրից կախված ուրիշ բան պետք լինի, հանգիստ կարաք ինչ ուզում եք դնենք այս փոփոխականի անունը, ուղղակի կդնենք let ֆլագը հավասար է սկզբից կդնենք false, false արժեք, արժեքը որոշում եք դուք, կդնեք սկզբից իր սկզբնական արժեքը կլինի true թե false, դրա որոշողը դուք եք, հիմա մի հատ ցիկլ ենք ֆռում, for let, ուրեմն գրում եմ, in հավասար է 0, պայմանը ասում եմ, in հավասար է 0, կետ ստորակետ, ասում եմ, քանի դեռ in փոքր է առրակետ length, հիմա որ ok ասեմ, չես գրում անունը խեր, առրակետ length, ուշում, I++, հիմա իրա մեջ գրում ենք, եթե պայման եմ ստուգում, եթե RR-ի երրորդ էլեմենտը, չէ, ուրեմն փոքր է 0-ից, ուրեմն ինչ, ուրեմն այս մեր ֆլագը դառնում է true, մեր պայմանի բավարարում է, չէ, եթե I երրորդ էլեմենտը, սա I երրորդ բանն է, ինչ անունը, RR-ի ամեն մի հատ item-ի վրով անցնում է ցիկլի միջոցով ու ցիկլի ամեն մի տարը ոնց որ վերցնելուց մի հատ է պայման է ստուգում, ամեն այդ ցիկլը որ ֆռում է, էլեմենտները հերթով վերցնում է, ճիշտ է, ամեն անգամ երբ էլեմենտը վերցրեց, մի հատ էլ այս if-ի պայմանն է ստուգում, ասում է տենամ դու 0-ից փոքր ես, թե չէ, եթե փոքր չի, ուղղակի դուրս է գալի, եթե փոքր է, հա, եթե պայմանին բավարարեց, այսինքն սա true եղավ, ճիշտ եղավ, ուրեմն ինքը մտնում է ստեղ, ու այդ պարագայում մենք ֆլագը սարքում ենք true, ու մեզ էլ պետք չի, break ենք անում, որ մի անգամից դուրս գա, ստեղից լրիվ դուրս են գալի, console log ենք անում մեր ֆլագը, true դարձավ, ուրեմն, տեսեք երեխեք ջան, ֆլագը սկզբում ասում էր, որ չկա, եթե գտնում ենք, դարձնում ենք իրան true, սկզբում ասում էր, որ չկա, false է, երբ որ մենք գտանք այդ արժեքը, մեր ֆլագը դարձավ true, break-ը արագացնում է ծրագիրը, դա գիտենք, չէ, որ մի անգամից դուրս է գցում, ու արդեն ֆլագը, երբ որ արդեն դրսում տպում ենք, ինքը արժեքը փոփոխված է լինում, ու այս ֆլագի հետ հետագայում աշխատանքները ավելի պարզ է դառնալու, հա, եթե հիմա մի քիչ կարող է սենց, չգիտեմ, անհասկանալի բան թվա ինքը, թե իր կարևորությունը որն էր, ինչի համար ենք անում, չէ, իր համար կարևորություն կա ու այո, մի հատ էլ օրինակ կարանք լուծենք պրինցիպի, որպեսզի ավելի շատ ինքը էլի նույն ձևի տպավորվի, չնայած, եթե ես այդ օրինակ, եթե ես դա տամ դուք անեք, իրար հետ անենք, թե առանձին կանեք, նույն ֆլագի ես օրինակի պես օրինակա, ուղղակի ուրիշ բան պետք է ստուգեք, ասեմ անեք, եթե համաձայն չեք, իրար հետ անենք, ես կանեմ, ավելի ճիշտ իրար հետ կանենք, հա, ոնց անենք, Okay, ունենք մի հատ զանգված, պետքա ստուգենք երեխեք ջան, ինչ ստուգենք, եկեք ստուգենք այդ զանգվածը աճող է թե ոչ, աճող զանգվածը որն է, այսինքն մեր սկզբի էլեմենտը փոքր է իր հաջորդ էլեմենտներից ու տեն շարունակ, այսինքն մի հատ աճող զանգված ենք գրում, let RR,
հավասար է, այստեղ առը ունեիմ, սա կկոմենտ է, որպես ինչ չխանգարի, առն հավասար է, ուրեմն, գրում եմ, մի հատ աճող զանգված, չէ, 1, 2, 3, 4, 5-ը լրիվ աճող զանգված է, կամ չաճող զանգված գրենք, այն մյուս կողմից կան խնդրի, 1, 2, 3, 5 ու 4, եկեք ստեղ խախտենք այս պահը, որ ինքը գա, հասկանա, որ չաճող զանգված էր ինքը, եկեք այդ մի կողմից գանք խնդրի, պահում եմ փոփոխականս, այս անգամ կգրեմ is sorted, հա, սորտավորում եմ, աճողա թե չաճողա, ու իրան տալիս եմ այս անգամ էլ true, հիմա, ինչ պետք է անեմ, պետք է ցիկլ ֆռամ, չէ, իմ զանգվածի վրա, որպեսզի ես առանձին կարողանամ իր էլեմենտները վերցնեմ, ու ստուգումս անեմ, դրա համար գրացին գրենք մեր ցիկլը, for let in հավասար է 0, in փոքր է առ get length ու գրում ենք i++, հիմա ոնց ստուգեմ երեխեք աճողա թե աճող չի, ոնց կարամ ստուգեմ, որտե կկտրվի կապը, ոնց այդ ստուգումը կազմակերպեմ, ոնց անեմ, որ ստուգեմ այս մեկը փոքր է երկուսից, կամ չգիտեմ, եթե մեկը, օրինակ առաջինը մեկն եմ վերցնում, չէ, այս ընթացիկ էլեմենտը, որ վերցրել եմ, երբ ստուգեմ, որ ինքը մեծ է իր հաջորդ էլեմենտից, ուրեմն վсё, տրաքել է, ճիշտ է, որովհետև եթե ես տես ստուգեմ, ասեմ մեկը մեծ է երկուսից, ասելու է չէ, փոքր է, ու անցնելու առաջ, չի մտնելու այդ պայմանի մեջ, հետո ասում եմ երկուսը փոքր է 3-ից, ասում է չէ, 3-ը փոքր է 5-ից, երկուսը փոքր է 3-ից, ասում հետո այստեղ այս պահին եմ ուզում հասնեմ, 5-ը փոքր է 4-ից, ասում է չէ, հիմա մի քանի տարբերակ ունենք ստուգելու, չէ, Ինչի չենք կարա բան անենք, մանե ջան, միանգամից զանգվածի տարերի միջոցով այդ ամեն ինչը ստուգենք։ Ամեն անգամ, որ մենք ցիկլը անում ենք, ինքը հերթով ոնց է վերցնում, մեր RR-ին որն է։ Հերթով վերցնում։ Ամենացիկլի մի պտույտի ժամանակ առաջինն է, չէ՞։ Հետո երկրորդն է։ Երրորդն է, չորրորդն է, մինչև պրծնի մեր ցիկլը, ճիշտ է, այդ պայմանից, էլ չբավարարի պայմանին ու դուրս գա։ Այսինքն ես կարամ գրեմ if, չէ, RR-ին։ Հաշվենք, որ վերցրել է մեկը։ Հիմա մեկի ոնց ստուգենք։ Եթե մեկը, ստե մենք չգիտենք, լավ, մեկա թե չէ, եթե առաջի թիվը մեծ է երկրորդ թվից, ուրեմն աճող չի, չէ ինքը։ Միշտ պետք է առաջի թիվը, այս վերցնող, ամենաառաջի թիվը, իր հաջորդից լինի փոքր։ Երբ եղավ մեծ, ուրեմն աճող չի դա, չէ, ճիշտ եմ, չէ, բանանում, տրամաբանում։ Եթե չէ, ասեք։ Տենց է, չէ, եթե իմ թիվը իր հաջորդից մեծ է, ուրեմն էլ ինքը աճող չի։ Մեզ պետք է հենց այդ էլ գտնենք այն հատվածը, որտեղից որ մեր զանգվածի աճելու կապը կդրվում է։ Եթե մեր զանգվածի աճը հենց ի սկզբանե է, ուրեմն միանգամից ինքը դուրս կգա։ Ասում եմ, եթե RR-ին, այսինքն, եթե մեծ է ինչից, RR-ի պլյուս 1 կգրենք, կարանք պլյուս է գրենք, չէ, եկեք գրենք, ապրես, RR-ի պլյուս 1, սենց գրենք, պարզեցված,
ասենք, եթե պլյուս է, ուրեմն ինչ է դառնում, էս ինչ հարամ չի էսի։ Ինչ է դառնում, is sorted-ը դառնում է փոփոխվում է, չէ, is sorted-ը դառնում է false։ Ու լինում է break։ Էլ մեզ պետք չի մնան, որովհետև արդեն ապացուցվում է այսքան մասում, որ ինքը աճող չի։ Ու ստեղ դուրս ենք գալի console log-ով, տպում ենք is sorted-ը։ Երեխեք հասկացաք ինչ կատարվեց, ինչ նշանակություն ունի այս ուրեմն flag-ի գաղափարը, ինչ է լինում, սկզբնական վերցնում ենք մի հատ բուլյան արժեք, որը որ երբ որ ինչ-որ պայմանի չի բավարարում, ինքը դառնում է false։ Այսինքն կոպիտ ասած այս բան արեք, լույսը վառված է այնքան ժամանակ, մինչև որ պայմանին, հա, հաշվեք վիճացել ասա։ Եթե պայմանից կախված, ասում եմ, եթե այսիշ մի բան եղավ, всё, լույսերը անցնելու է սենյակի։ Ու սկզբնական շրջանում ասում է լույսերը վառված է։ Կամ ինչ-որ մի պայմանից հաշվեք, որ լույսերը անջատված է, ինչ-որ պայմանից կախված այդ լույսերը նոր կմիանա։ Հենց պայմանին բավարարում է, այդ լույսերի միացումը նոր լինում է, կամ անջատումը նոր լինում է։ Էսի շատ հավես ու հետաքրքիր գաղափար է, երեխեք, իրա կիրառությունն շատ է։ Հիմա պարզեր ես ամեն ինչը։ Դե ոչինչ, եթե ինչ-որ մի քանի բան ասենք, չգիտեմ, մնացածը լի, որ հելը որ այդքան լավ չի նստե, հաստատ դասը նայելուց հետո մեկ է բանը, խնդիրները, տնային առաջադրանքները լուծելուց հետո արդեն հաստատ պարզ կլինի։ Ուրեմն, առաջադրանք։ Ունենք մի հատ զանգված, հեշտ առաջադրանք եմ տալիս։ 1, 2, 3, A, ստորակետ, K, ստորակետ, null, ստորակետ, symbol։ Երեխեք ջան, հիմա պահանջը որն է։ Գտնել զանգվածում կա արդյոք այս սիմվոլը։ Այս խնդիրը էս է պայմանը։
Ապրես մանե ջան, ընտիր։ Բայց առանց ֆլագի է, չէ՞ կարանք լուծենք սա։ Առանց ֆլագի ավելի հեշտ է, ավելի պարզ է, էլի, սենց ասած։ Բայց շատ ապրես, ֆլագով вообще թույն, ընտիր, ապրես շատ։ Իրականում չէի սպասում, որ ֆլագով լուծող կլինի, բայց դե ընտիր։ Տես ինչ արա դու մանե ջան այդ դեպքում, մի հատ բան արա, ստուգի արդյոք բոլոր էլեմենտները թիվ են, թե ոչ։ Եկեք ես էլ ավելացնեմ էլի այս մեկը, A-ից հետո մի հատ է մեկ, որ երրորդ պայմանն էլ գրեր, խնդրի, գտնել առաջին, հա, օքեյ է ջան, լակոնիկ է շատ կարճ է, նորմալ է ընտի, լավ է, տարբերակ է, ստացել ես թվով, ուրեմն կա մեջ, կամ կարայր պայմանով գրեիր, հա, պայմանի մեջ գրեիր, array make get include, եթե դա կա, ուրեմն, всё, սիմվոլը պարունակում, հա, չէ, շատ լավ է, երկրորդ պայմանին անցում, արա, գտնել առաջին կրկնվող էլեմենտ, լավ է Միլենա ջան, երկրորդ, այս երկրորդին անցում արեք, վրեժ ջան, չի լինում, օքեյ, լավ,
Շատ լավ, դու էլ անցի երկրորդին։ Անի ջան, այդ երկրորդը չեղավ։ Number, հա, number-ով բանա, number-ը ստուգումա։ Բայց կարաս type-ով, չէ, type-ով չենք անցել։ Հա, իսկ բանը, սենց type-ով չենք անցել, չէ, սենց որ type-ով ես ինչը, թե անցել ենք, չենք անցել, լավ, եթե ստուգեք number-ը, number-ը, չէ, ոնց կարաք ստուգեք, որ number-ը, այտենց մտածեք։ Տնայինը արդեն կա, ստեղ, չէ, մանե ջան, սենց չէ, սենց խի ես այսքան սենց արել, console log force through, ընդամենը պետք էր բան անել, ինչ անունը, եթե էլեմենտներից մեկը արդեն համընկնող էլեմենտներից մեկը թիվ չի, գրել, որ բոլոր էլեմենտները թիվ չեն, մի հատ ցիկլ, մի հատ պայման, մի հատ console log, տենց կանես, տենց արա, հա, ես շատ ես երկի, երկրորդ զանգված մեզ պետք չի դատարկ հլվա, իմաստ կար, բայց դատարկ էր, հա,
Էսի ուրիշ բան։ Ապրես։ Երեխեք ջան, ուրեմն այս բանը ինչ անունը, այս երկրորդն ու երրորդն էլ տենց գտնել առաջի կրկնվող էլեմենտները, դա էլ կանեք, մեկ է ես ձեզ լավ ահագին տնայիններ եմ ուղարկել, հետ էլ անպայման արեք, այսօրվա համար այսքանը, հա, այդ մնացածն է սա ու սա նորից կգումարեք տնային առաջադրանքին ու կուղարկեք, լավ, Okay, այսօրվա համար այսքանը պարզ էր, չէ՞ զանգվածներ, իրենք շատ ընտիր թեմա է, անպայման մեթոդներով, բանով, այս որ մեթոդները իրականում շատ է, կարակ գրեք նայեք, երեխեք ջան, նորից Google-ով, ուրեմն, որը որ շատ կիրառելի է, որը որ տենց ասած պոպուլյար է, մենք դրա մասին անցել ենք արդեն, ու անպայման այդ մեթոդներից գոնե մի զգալի մասը իմացեք, հա, անգիր Կհանդիպենք չորեքշաբթի: Տեսցիոն